Սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել մի ցավոտ, բայց անհրաժեշտ թեմայի մասին։ Թեմա, որի մասին բոլորը մտածում են, բայց քչերն են համարձակվում բարձրաձայնել։ Թեմա, որը հաճախ քողարկվում է բարձր խոսքերով, բայց իրականում խաթարում է մեր ազգային ուժը։ Ես ուզում եմ խոսել հայրենասիրության իմիտացիայի մասին։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ հայրենասիրությունը շատերի համար դարձել է բառ, կարգախոս, երբեմն էլ հարմար դիմակ։ Դիմակ, որի հետևում թաքնվում են անգործությունը, պատասխանատվությունից խուսափելը, երբեմն էլ անձնական շահը։ Բայց եկեք հարց տանք մեզ. ինչ է իրական հայրենասիրությունը։ Արդյոք հայրենասիրությունը միայն դրոշ բարձրացնելն է։ Արդյոք հայրենասիրությունը միայն բարձրաձայն ճառեր ասելն է։ Արդյոք հայրենասիրությունը սահմանափակվում է սոցիալական ցանցերում հայրենասիրական գրառումներով։ Ոչ։ Իրական հայրենասիրությունը գործ է։ Լուռ, համառ, երբեմն անտեսանելի, բայց խորքային եւ պատասխանատու գործ։ Հայրենասիրության իմիտացիան սկսվում է այնտեղ, որտեղ խոսքը գերազանցում է գործին։ Այնտեղ, որտեղ հայրենիքը հիշվում է միայն հարմար պահերին։ Այնտեղ, որտեղ Հայաստան բառը օգտագործվում է շահ ստանալու համար, բայց ոչ ծառայելու։ Իմիտացիան վտանգավոր է, որովհետև այն մոլորեցնում է հասարակությանը։ Այն ստեղծում է կեղծ չափանիշներ, կեղծ հերոսներ, կեղծ բարոյականություն։ Այն մարդկանց սովորեցնում է հավատալ աղմուկին, ոչ թե բովանդակությանը։ Իսկ իսկական հայրենասիրությունը երբեք աղմկոտ չէ։ Իրական հայրենասերը նա է, ով ազնվորեն աշխատում է, ով չի խաբում, ով չի թալանում, ով օրենքը չի շրջանցում հանուն հայրենիքի անվան տակ։ Իրական հայրենասերը նա է, ով իր ընտանիքում է դաստիարակում արժանապատիվ քաղաքացի, ով իր համայնքում է կառուցում, ով դժվար պահին չի փախչում պատասխանատվությունից։ Հայրենասիրությունը չափվում է ոչ թե խոսքով, այլ կեցվածքով, ոչ թե կարգախոսով, այլ ընտրությամբ, ոչ թե մեկ օրվա էմոցիայով, այլ կյանքի ճանապարհով։ Եվ հիմա ուզում եմ դիմել հատկապես երիտասարդներին։ Մի խաբվեք բարձրախոս հայրենասիրությանը։ Մի շփոթեք աղմուկը ճշմարտության հետ։ Հարցրեք միշտ. ինչ է արվել, ով է պատասխանատու, որն է արդյունքը։ Քանի դեռ մենք հանդուրժում ենք հայրենասիրության իմիտացիան, մենք թույլ ենք տալիս, որ մեր ապագան կառուցվի կեղծ հիմքերի վրա։ Բայց երբ մենք ընտրում ենք ճշմարիտ հայրենասիրությունը, երբ մենք պահանջում ենք գործ, ոչ թե խոսք, երբ մենք պատրաստ ենք ինքներս դառնալ օրինակ, այդ ժամանակ է, որ ազգը վերածնվում է։ Որովհետև հայրենիքը չի փրկվում ճառերով։ Հայրենիքը փրկվում է արժանապատիվ մարդկանցով։ Եվ վերջում ուզում եմ ասել. եթե սիրում ես հայրենիքդ, ծառայիր նրան։ Եթե հպարտ ես քո ազգով, աշխատիր նրա համար։ Եթե խոսում ես հայրենասիրությունից, ապացուցիր այն քո կյանքով։ Որտեղ կա գործ, այնտեղ կա հայրենասիրություն։ Որտեղ չկա գործ, այնտեղ կա միայն իմիտացիա։ Շնորհակալություն։